Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը զգուշավոր լավատեսություն են հայտնում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Նախ այդ մասին ասաց Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Մայք Ուոլցը, ապա Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նաև հաստատեց երեկ ուշ երեկոյան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը նախագահ Պուտինին հավելյալ տեղեկություններ է ներկայացրել, լսել նրա դիրքորոշումը, որպեսզի այն փոխանցի նախագահ Թրամփին։ Безусловно, есть основания испытывать осторожный оптимизм. Իհարկե, զգուշավոր լավատես լինելու պատճառներ կան։ Դուք երեկ լսեցիք նախագահ Պուտինը ասաց սատարում է նախագահ Թրամփի դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ, բայց բարձրաձայնեց մի քանի հարց, որոնց պետք է միասին պատասխանեն։ Իսկապես դեռ շատ բան պետք է արվի։ Озвучил некоторые вопросы, на которые нужно совместно найти ответ. Ավելի վաղ Մայք Ուոլցն էր ասել, որ Վաշինգտոնը լավատես է հաշվի առնելով վերջին շաբաթներին գրանցված առաջընթացը։ Մենք իսկապես զգուշավոր լավատեսություն ունենք, նշել էր նա։ Նախագահ Թրամփն այսօր սոցցանցում գրել է, որ երեք արդյունավետ քննարկում է ունեցել Պուտինի հետ, թեև ոչ Սպիտակ տան, ոչ էլ Կրեմլի կայքերում այդ մասին տեղեկություն չկա։ Պարզ չէ, հեռախոսազրույց է եղել, թե նախագահը գուցե նկատի ունի հատուկ բանագնաց Ուիտքոֆի միջոցով տեղի ունեցած շփումը։ Թրամփը նշել է, որ վերջապես պատերազմը դադարեցնելու շատ մեծ հավանականություն կա, ապա հավելել, որ ուկրաինացի հազարավոր զինվորներ շրջափակման մեջ են, թեև չի նշել ճակատի որ հատվածում։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Պուտինին խնդրել է խնայել նրանց կյանքը։ Ռուսաստանի նախագահը երեկ ասել էր, որ համաձայն է հրադադարին, сакայն այն պետք է լինի երկարաժամկետ, հավելելով, որ շատ նրբություններ կան, որոնք պետք է քննարկվեն Միացյալ Նահանգների հետ։ Мы согласны с предложениями прекратить боевые действия. Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկների հետ, բայց մենք ելնում ենք նրանից, որ հրադադարը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության եւ կվերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները։ Первоначальные причины этого кризиса. Նախագահ Թրամփն արձագանքել է ասելով, որ Պուտինի հայտարարությունը խոստումնալից է, սակայն թերի։ Սպիտակ տան ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Պուտինը ճիշտ կվարվի։ Հակառակ դեպքում դա մեջբերում եմ հիասթափեցնող պահ կլինի ողջ աշխարհի համար։ Նա շատ խոստումնալից հայտարարություն արեց, բայց այն ամբողջական չէր։ Եվ այո, ես կցանկանայի հանդիպել նրա հետ կամ խոսել նրա հետ, բայց մենք պետք է արագ կարգավորենք այդ հարցը։ Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Պուտինի պատասխանը մոլորեցնող է, ինչը սպասելի էր, քանզի նա ամեն ինչ անում է, որ պատերազմը շարունակվի։ Путін, звісно, боїться сказати прямо. Պուտինը իհարկե վախենում է նախագահ Թրամփին ուղիղ ասել, որ ուզում է շարունակել այս պատերազմը, որ ուզում է սպանել ուկրաինացիներին։ Դրա համար էլ Մոսկվան հրադադարի գաղափարին այս պայմաններն է պարտադրում, որպեսզի առհասարակ որևէ բան տեղի չունենա։ Не виходило якнайдовше. Այսօր հայտնի դարձավ, որ մեծ յոթնյակի բոլոր երկրները համաձայնել են հրադադարի առաջարկված տարբերակին եւ Ռուսաստանին կոչ արել համաձայնել դրան, հակառակ դեպքում սպառնալով պատժամիջոցներով։ Հայտարարության նախագծում հեղինակները նշում են, ցանկացած հրադադար պետք է հարգվի, ապա ընդգծում, անհրաժեշտ են անվտանգության ամուր եւ հուսալի միջոցներ, ապահովելու, որ Ուկրաինան կարողանա հետագայում պաշտպանվել եւ զսպել ագրեսիայի ցանկացած դրսեւորում։ Այս ընթացքում ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը Կուրսկի շրջանում, որտեղ արդեն ետ է գրավել անցած օգոստոսին ուկրաինացիների գրաված տարածքների ավելի քան 86%-ը։ Այսօր ռուսական կողմը եւս մեկ բնակավայր է ետ վերցրել։ Մինչ Մոսկվան եւ Վաշինգտոնը զգուշավոր լավատեսությունից են խոսում, Եվրոպական միությունն այսօր եւս 6 ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։